զգուշացման ետևից մեր երրորդ եւ վերջին քարոզախոսությունը։ Կարևոր գործնական նյութեր են, հավատացյալի կյանքի համար խիստ օգտակար, եթե անշուշտ ուշադրություն ենք դարձնում եւ ջանք ենք անում դրանց գործադրության։ Նախորդ երկրորդ քարոզախոսությունում ինչ զգուշացումներ քննեցինք եւ կարևորեցինք շատ հակիր ձևով եւ արագ։ Ուրեմն Տիրոջ տունը գալու կարևորությունը, անհրաժեշտությունը եւ մանավանդ Տերը ասում է, որքան որ իմ գալուստից մոտ լինելը տեսնում եք, մեկտեղ հավաքվել է մի թողեք։ Եվ Դավիթ թագավորը ասում է կուրախանայի, երբ որ կասեին Տիրոջ տունը գնանք։ Ամեն մեկ հանդիպում այստեղ Տիրոջ հետ ժամադրություն է, appointment է։ Հետևաբար մենք պիտի ջանք անենք այդ ժամադրությունը չխախտենք։ Այն բարձր գիտակցությամբ գանք, որ Տերը մեր մեջ է, որովհետև Հիսուս ասաց, որտեղ որ հավաքվեք անգամ 2-3 հոգի, ես ձեր մեջ եմ։ Նաև այստեղ գանք փառաբանության հոգիով։ Ոչ թե միայն դիտորդների նման նստենք փառաբանության հոգիով, Տիրոջը պաշտելու համար ինքն է այդ փառքին արժանի։ Նաև քննեցինք, որ զգուշ եղեք ձեր տված ողորմությունը, չէ, որ ցուցադրական չլինի, դրոշակի նման չլինի, այլապես ում օրը կընկնեք, տժվժիկին, Նիկոլայոս աղայի, այո։ Խստիվ զգուշացում, որ հավատացյալի բերանից բնավ ապականյալ խոսք դուրս չգա, հայություն, անեծք, չարախոսություն, բամբասանք, այլ միայն Աստծո խոսքով համեմված, որովհետև միևնույն աղբյուրից դառը եւ քաղցր ջուր դուրս չի գալիս։ Քաղցրին ենք կարճած, քաղցրը պիտի դուրս գա։ Անհատապես ամեն մեկս մեր անձերին ուշադրություն դարձնենք եւ մեղքի դեմ անողոք պայքար, այդ մասին խոսեցինք, ուշադրություն եկեղեցու վարդապետությանը, սա իմ ուսերի վրա է ընկած եւ Աստծո առջեւ ես գիտակցական պատասխանատվություն ունեմ, այն ինչ որ ուսուցանվում է այստեղ, ես եմ դրա համար պատասխանատու Տիրոջ առջեւ եւ ամենայն աղոթքով եւ զգուշավորությամբ ինչ որ մենք քննարկում ենք, այդ ամենին ուշադրություն եմ դարձնում։ Աստծո խոսքը, Աստծո խոսքով բացատրվող ուղղամիտ վարդապետություն, ուղղադավան մեր հավատալիքները եւ սկզբունքները։ Երկյուղացությամբ մեր ունեցած դիրքային սրբությունը նաեւ ինչ վիճակի մեջ էլ կատարելագործենք, դա նաեւ մեր պաշտոնն է, ձեր սրբությունը կատարելագործեք եւ վերջինը որ քննեցինք, փառքում է պատկանում միմիայն Աստծուն, հետեւաբար նրան պիտի տրվի, որը մեկը չհամարցակվի փառք վերցնել իր վրա, այդ ժամանակ նա կհամարվի Աստծո փառքի գողը։ Այսօրվա նյութի առաջի զգուշացումը գտնում ենք Առակաց 22-րդ գլուխ եւ 3-րդ համարում, այսպես է ասում. Խորագետը չարիքը կտեսնե ու կզգուշանա, բայց միամիտները առաջ կանցնեն ու կվնասվեն։ Խորագետ ով է խորագետ կամ ինչ է նշանակում այս բառը։ Խորությամբ իրավիճակը քննողը քննելով տեսնում է պոտենցիալ հավանական վտանգները եւ դրանից խույս տալու համապատասխան քայլերին է դիմում։ Դա կարող է լինել մեր առօրյա կյանքում, կենցաղում, աշխատանքում։ Կարևոր է ոչ միայն չարիքը տեսնել, այլ նաեւ դրա դեմ միջոցներ ձեռնարկել, որպիսի այդ չարիքի մեջ չընկնենք։ Մարդկային հարաբերությունները քննում ենք եւ քննելով տեսնում ես հետեւյալը, որ
այս գործընկերը, այս հարևանը, շրջապատի այս անձը վեճ փնտրող է, կռվարար մեկն է, հետևաբար սահմանդիր այդ հարաբերությանը։ Եվ ասենք ավելի վտանգավորը, շատ վտանգներ կարող են դրանից գալ պատնեշ-շարի, բոլորովին առանց մտորելու, որ սա ինչ է, ինչ կմտածեն, սա է խորագիտությունը, սա է իմաստությունը, չարիքը տեսնել և զգուշանալ, բայց եթե մեկը չարիքը տեսնում է ու չի զգուշանում, ոչ թե միամիտ է, այլ անմիտ է իրապես։ Հիմա այս առակի հոգևորը քննենք, այսինքն հոգևոր տեսանկյունից։ Չարիքը evil, ոչ թե որոշակի վտանգ տեսնենք, այլ որպես մեղքը։ Ուրեմն խորագետը իմաստունը մեղքը կտեսնի ու կզգուշանա, եւ Աստված այսպես է ասում Հովանու առաջի ընդհանրական թղթի մեջ, Հովանես առաքյալն է գրում Սուրբ Հոգուց մղված։ Ուրեմն առաջին ընդհանրական թուղթ 2-րդ գլուխ առաջի 2 համարները։ Որդյակներս, այս բաները ձեզ կգրեմ, որպեսզի մեղք չգործեք։ Եվ եթե մեկը մեղք գործելու լինի, հոր քով բարեխոս ունինք Հիսուս Քրիստոս արդարը։ Քանի բարեխոս կա։ Բա Հիսուսի մայրը Մարիամը բարեխոս չի կարող լինել, կամ ասենք սուրբերը բարեխոս չեն կարող լինել։ Բա ինչ է նշանակում բարեխոսական աղոթքներ։ Մենք մեր եղբոր եւ քրոջ համար կարող ենք աղոթել, դա կհամարվի բարեխոսական աղոթք։ Խոսքը վերաբերում է մեղքի համար։ Մեղքի համար միայն մեկ բարեխոս կա, որ Հայր Աստծո առջև բարեխոսում է Հիսուս Քրիստոս արդարը։ Նա մեր մեղքերին քավություն է եւ ոչ միայն մերիններին, ապա ամբողջ աշխարհին էլ։ Ուրեմն լուրջ հրահանգ է գրեցի, որ մեղք չգործեք։ Իմաստությունը սրա մեջ է։ Խորագիտությունը սրա մեջ է, որ մեղք չգործենք։ Ասում է, իսկ եթե մեղք գործելու լինեք, կամ երբ որ մեղք գործելու լինեք, գիտեք, այս հանգամանքը ոմանք ընդունում են որպես կանաչ լույս իրենց առջև բացված, կամ թույլատրություն Աստծոց, ասում է, տես, եթե գործելու լինեք, Հիսուս Քրիստոս արդարը կա, իր արյունը կա։ Հետևաբար, սա ինչ մտածողություն է բերում ոմանց մեջ, որ ազատ կարող են իրենք մեղք գործել, Հիսուսի արյունը կա, եւ Հիսուս մեզ սիրում է, մեղքը գործի գնա դիմի իրեն, գործի գնա դիմի։ Առաքյալը ասում է, Հիսուս մեղքի պաշտոնյա չէ, որ մեղքը գործենք եւ գնանք խոստովանենք։ Լավ է, որ խոստովանում ենք, բայց աշխատենք չգործենք, որ այդ խոստովանելու պարագան էլ չստեղծվի։ Եթե կամ երբ որ մի իրավիճակի մեջ ընկնես եւ քննեցիր, տեսար, որ մեղք գործեցիր, Հիսուս մեր արդարությունն է, հոր առջև բարեխոս է, գնանք նրան։ Որտեւ մեղքը մեծագույն չարիքն է, որտեւ այն պատճառ դարձավ մեր նախածնողների ընկնելուն, այդ պատճառով էլ մեղքը աշխարհ եկավ եւ երկնքից հրամանը եկավ, որ հրամաններ հողես, հողին պիտի դառնաս։ Ադամը եւ Եվան ստեղծված էին հավիտյան երկրի վրա ապրելու համար։ Այդ մեղքի պատճառով կորցրեցին իրենց հավիտենականությունը։ Հողես, հողին պիտի դառնաս։ Ոչ միայն այդքանը, մեղքը պատճառ է երկրորդ հոգևորապես մահվան, սա է ամենասարսափելին։ Եվ պատժի տեղը որտեղ է, ծծումբով այրված կրակի լիճը։ Այս ողբերգությունից խույս տալու միակ միջոցը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Դիմիր նրան եւ հրավիրիր քո կյանքիդ մեջ ամենայն խոնարհությամբ,
ամենայն անկեղծությամբ, որպեսզի Հիսուսը լինի քո կյանքի Տերը եւ Փրկիչը։ Հաջորդ զգուշացումը գտնում ենք Եզեկիելի մարգարեության մեջ եւ 3-րդ գլխում գրված 16 համարից պիտի կարդանք։ Յոթ օր հետո Տիրոջ խոսքը ինձ եղավ ասելով. «Որդի մարդո, քեզ Իսրայելի տանը դետ դրեցի»։ Ինչ է նշանակում դետ։ Դիտող, տեսնող։ Երբ որ իմ բերանից խոսքը լսես, զանոնք իմ կողմե զգուշացուր։ Երբ ամբարիշտին ասեմ, թե անշուշտ պիտի մեռնիս, եւ դու զանիկա չզգուշացնես, եւ չսես, որ ամբարիշտը ապրելու համար իր չար ճամփային զգուշանա, այդ ամբարիշտը իր անօրության մեջ պիտի մեռնի, բայց դու անոր արյունը քո ձեռքերիցդ պիտի պահանջեմ։ Այսինքն, այդ ամբարիշտը դժոխք է գնում։ Դու գնա նրան զգուշացրու։ Եթե չզգուշացնես, նրա արյունը քո ձեռքերից պիտի պահանջեմ։ Իսկ եթե դու ամբարիշտը զգուշացնես եւ անիկա իր ամբարշտությունից եւ չար ճամփային չդառնա, անիկա իր անօրության մեջ պիտի մեռնի, բայց դու քո հոգիդ ազատած պիտի լինես։ Այսինքն քո դերակատարությունը կամ պաշտոնդ, որ պիտի գնար զգուշացնես, դու արեցիր։ Մնացածը այդ անձնավորության գլուխը ինքը պիտի պատասխան տա։ Երբ արդարը իր արդարությունը դառնա եւ չարությունն է, եւ ես անոր արչեւ գայթակղություն դնեմ, որ անիկա մեռնի, զանիկա չզգուշացնելու համար նա իր մեղքերի մեջ պիտի մեռնի եւ անոր ըրած արդարությունը պիտի չհիշվի, բայց անոր արյունը քու ձեռքերիցդ պիտի պահանջեմ։ Հասկանում եք, որքան պատասխանատու մի պաշտոն էր տրված մարգարեին, որ ինքը պիտի կատարեր։ Իսկ եթե դու այն արդարը զգուշացնես, որպեսզի մեղք չգործե, եւ եթե անիկա մեղք չգործե, անիկա անշուշտ պիտի ապրի խրատը մտի կնելու համար, ու դու քու հոգիդ ազատած պիտի լինես։ Այսինքն այդ քայլովդ, որ գնացիր եւ զգուշացրեցիր, թե նրան ապրեցրիր, որտեղ իր չար ճանապարհներից ետ դարձավ, ապաշխարեց եւ նաեւ քո վրա չդրվեց այն մեծ պատասխանատվությունը, որ նրա արյունը քեզնից պիտի պահանջեմ։ Օրենքի դարաշրջանին Աստված մասնավոր ընտրությամբ անձած էր կարգել դետ, տեսանող եւ եկեղեցու շրջանին երբևէ նման պաշտոն չկա գրված։ Այնինչ առաքյալների գրություններում մենք տեսնում ենք, այսպիսի պաշտոն չկա։ Ոմանք ասում են, որ ինչ տարբերություն, հինը, նորը մեզ բոլորը վերաբերում են եւ չեն հասկանում ժամանակաշրջանները, դարաշրջանները, Աստծո գործելակերպը եւ ներկայիս էլ եկեղեցիներում կան դետեր, տեսանողներ։ Այսինքն իրենք հատուկ պարգև ունեն, Աստված հատուկ իրենց ընտրել է, որ պիտի գնան եւ սրա ու նրա մեղքերը պիտի քննեն, գնան ասեն։ Բաքու մեղքդ ով քեզ պիտի ասի։ Ինչ է սա։ Իրենց անձը մեծարել, իրենց մի մեծ մարդու տեղ դնել։ Եկեղեցու դարաշրջանին ամեն հավատացյալ Հիսուսի կողմից հաստատված պաշտոն ունի։ Գիտեք որն է այդ պաշտոնը։ Տեր Հիսուսի վկա լինելը։ The witness of Christ։ Սա ամեն մեկիս պաշտոնն է։ Հռչակելու Փրկչի առաքինությունները, որ մեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց, օրհնյալ է այդ անունը Հիսուս Քրիստոս, հիմա եւ հավիտյան։ Եվ այդ պաշտոնը հետևյալ կերպ կարգվեց, Հիսուս իր համբարձվելուց առաջ իր աշակերտներին խոսեց եւ հետևյալը ասաց։ Գործք առաքելոց առաջի գլուխ 6 համարից։
Աշակերտները մեկտեղ գալով կհարցնեին եւ իրեն եւ կսեին. Տեր, Իսրայելի թագավորությունը այս ժամանակին նորից պիտի հաստատես։ Չէին հասկանում Հիսուսի երկիր եկած միսիան, առաքելությունը։ Անկամ Ծաղկազարդի օրը մարդկային սարքովի մարդահնար մի բան պատրաստեցին, որ Հիսուս էշի վրա նստած Երուսաղեմ մտնի որպես թագավոր։ Հիսուս մարդու ձեռքով թագավոր չի կարգվում։ Կարգվեց թագավոր, մտավ Երուսաղեմ, կարգվեց, բոլոր թողեցին իրենց տները գնացին։ Եվ նույն հարցումը ներկայիս եմ պնդում, որտև ըստ մարգարեությունների Մեսիան պիտի գար եւ թագավորություն պիտի հաստատեր։ Լավ, Մեսիան եկել է, այսքան ժամանակ անցավ, թագավորությունը երբ պիտի հաստատի։ Այս հարցումին Տեր Հիսուսի պատասխանը. Ձեզ չի վերաբերում ժամերը ու ժամանակները գիտնալը, որ հայրը իր իշխանության մեջ դրեց։ Այսինքն ձեզ ինչ որ ասվում է, այն արեք։ Դուք մի մտածեք այդ մասին։ Աստված իր որոշած ժամանակները ունի։ Բայց Սուրբ Հոգին ձեր վրա եկած ատենը զորություն պիտի առնեք եւ ինձ համար ինչ վկաներ պիտի լինեք Երուսաղեմի մեջ եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ եւ միջև երկրին ծայրերը։ Ահա ձեր հարցումների պատասխանը։ Ամեն հավատացյալ Տեր Հիսուսի պոտենցիալ վկան է։ Հռոմեացիս 10-րդ գլխում ինչ են կարդում, ով որ Աստծո անունը կանչի, անկեղծ սրտով կանչի, պիտի փրկվի։ Բայց ինչպես այդ անունը պիտի կանչեն, եթե չգիտեն կամ նրա մասին չեն լսել։ Հետևաբար ինչ է պետք, որպեսզի խոսվի։ Հավատքը լսելուց է եւ լսելն էլ Աստծո խոսքից է։ Մարդիկ պիտի իմանան ով է Հիսուս, նրա անձը, կատարած գործը, դա է, որ իրենց մեջ հավատք պիտի առաջացնի։ Ուրեմն լսելու համար պիտի խոսվի, խոսքը պիտի մարդկանց հասնի։ Հետևաբար Աստված ամեն մեկ հավատացյալի կարգել է որպես Քրիստոսի վկան, որպեսզի մարդկանց խորագիտությամբ, իմաստությամբ, ճիշտ ժամանակը ընտրելով, ճիշտ տեղը ընտրելով խոսենք Աստծո խոսքը։ Մանավանդ այդ ամենը կատարենք աղոթքով։ Մեր եկեղեցու գործունեության գլխավոր շեշտադրությունը որն է, Աստծո խոսքը լսելի դարձնել, որտեղ որ հնարավոր է։ Տեր Հիսուս վերջին հանձնարարականը որ տվեց, սա կոչվում է Great Commission։ Հիշում եք որտեղ է գրված։ Մատթեոս 28-րդ գլուխ եւ 19 համարում գնացեք ամբողջ աշխարհ։ Եվ իր աշակերտներին ղրկեց, նրանց գործունեության շրջանակը որտեղ էր։ Հրեաստանն էր, չէ՞։ Եվ Հիսուսի հետ որտեղ որ գնում էին։ Բայց Պողոս առաքյալը 3 միսիոներական ուրեմն ճամփորդություններ Եվրոպա, Միջին Արևելքի երկրները ամենուր է գնաց։ Պետրոս առաքյալը միջև Հնդկաստան հասավ։ Քրիստոսի ավետանի լույսը հասցրեցին ամենուրեք։ Եվ մենք ինչ ենք կարդում Եփեսացիս առաջ գլուխ 13 համարը, շատ նշանավոր մեկ համար, երբ որ լսեցինք ճշմարտության խոսքը, այդպես մեր մեջ առաջացավ հավատքը, այդպես չէ։ Երբ որ լսեցինք, որ Հիսուս փրկիչ է, Հիսուս Տեր է, ինքը մեր մեղքերի համար մեռավ, հարություն առավ եւ մենք մեղավոր ենք։ Մեր մեղքերի հարցը միայն Հիսուսի արյունով կլուծվի։ Եվ Աստված մարդու մեջ դրել է ազատ կամք։ Ճիշտ է, մարդը մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած է, բայց գերեզմանում դրված չէ։
Մարդը կարող է բարին եւ չարը, օրհնությունը եւ անեծքը իրարից զանազանել, ինչպես հին ուխտի մեջ գրված է այսօր ձեր առջև կդնեմ, այդ նույն կերպով մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած չէին այդ մարդիկ, այո, կյանքը եւ օրհնությունը եւ անեծքը ձեր առջև է, դուք ընտրեք, նույն կերպով ամեն անհավատ մարդու, ամեն մեղավորի մեր պարտականությունը պիտի լինի հնարավորության սահմաններում, խորագիտությամբ եւ իմաստությամբ մոտենալ, որ Սուրբ Հոգին իրապես առաջնորդի այդ բան անելու, Քրիստոսի փրկարար գործը ներկայացնելու։ Երբ որ լսեցինք ճշմարտության խոսքը, մեր փրկության ավետարանը, որին ինչ արինք, հավատացինք, շատեր լսում են ու չեն հավատում, իսկ հավատացողների համար ինչ է տեղի ունենում, Սուրբ Հոգիով կնքվեցինք հավիտենական կյանքի համար։ Մանավանդ հավատում ենք, որ վերջին ժամանակների մեջ ենք ապրում, Տիրոջ գալուստը շատ մոտ է եւ Աստված ունի նախասահմանյալ իր եկեղեցին, որ դրա թիվը մի օր պիտի լեռանա, որպեսզի Հիսուս գա այդ եկեղեցին իր հարցը տանելու համար։ Հետևաբար դեռևս կան մարդիկ, որ պիտի փրկվեն։ Մենք չգիտենք, մենք մարդկանց խոսում ենք, սրտերը միայն Աստված է քննում, ինքը գիտի սրտերը։ Հռոմեացիների 10-րդ գլուխ 15 համարը, երբ որ կարդում ենք, այն վերցված է Եսայի 52-րդ գլուխ 7 համարից եւ Նաումի մարգարեություն առաջի գլուխ 15 համարից։ Եվ ինչ ասում, որքան գեղեցիկ են խաղաղություն ավետարանողների ոտքերը։ Կարծես թե խորթ է հնչում, չէ՞, ոտքերը ինչ կապ ունեն։ Խաղաղություն բառն է այստեղ կարևորը։ Աստծո հետ խաղաղություն հաստատելու։ Եվ Հիսուս ինքն է այդ խաղաղությունը, որ երկուսը մեկ արավ, մեջտեղի բաժանող պատը, այդ մեղքի պատնեշը իր մարմնով քանդեց։ Սա է, որ մարդկանց պիտի ներկայացնենք։ Ու բարի բաներ, եւ Աստվածայինը միայն բարին է, ավետիս տվող ոտքերը, այսինքն բարի լուրը տանող ոտքերը, բայց ոտքերը գեղեցիկ, այսինքն ուղիղ են այդ ոտքերը եւ ծուռ չեն, կամ կոշիկները թանկարժեք եւ նոր են, ինչի մասն է խոսքը, նպատակը, այդ ոտքերը միգուցե մաշված կոշիկներով են, բայց նպատակը որն է, Քրիստոսի փրկարար լույսը տանելու։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին Սուրբ Հոգու զորությամբ արժեքավոր խորհուրդներ տվեց շատ, եւ դրանցից մեկն էլ հետեւյալն է, առաջին նամակ 2-րդ գլուխ 6 համար։ Հիսուս իր անձը ամենքի տեղ փրկանք տվեց, այսինքն փրկության միջոց տվեց, ամենքի, ամենք ովքեր են, ընտրված ամենքը, բոլորի Աստված ինչ այնպես սիրեց աշխարհը, ամբողջ աշխարհը, բոլոր ժամանակների երկիր եկող ցանկացած մեկին, ծնված մեկի համար իր կյանքը տվեց, իր ատենին վկայություն լինելու համար։ Եվ Պողոս առաքյալը Տիմոթեոսին հորդորում է, որ չամաչես այդ բանը անելու։ 2 Տիմոթեոս առաջի գլուխ 8 համարն է։ 2000 տարի է անցել, այս ամաչել ասվածը 100%-ով սատանայից է եւ հավատացյալներ ամաչում են իրենց վկայությունը մարդկանց առջև բերել։ Ինչ կմտածեն, եթե հանկարծ նրանց մեռելների հարության մասին խոսենք, ասենք հավիտենական կյանք կա, միգուցե մեր առջև չեն ասի հիմար ես, բայց մտքի մեջ կմտածեն, որ մենք հիմար ենք։ Թող մտածեն,
Իսկ մենք գիտենք, որ իրենք վստահ հիմար են, բայց մենք Տիրոջով իմաստուն ենք, ուզում ենք իրենք էլ իմաստուն դառնան։ Սատանան է այդ ամոթի զգացողություն բերողը։ Մենք քաջությամբ Տեր Հիսուսին պիտի վկայենք։ Եկեք կարդանք Տիմոթեոսի 2-րդ նամակ 1:8 Ուստի ամոթ մի համարիր մեր Տիրոջ վկայությունը, ոչ էլ զիս ասոր համար կապվածս։ Պողոս առաքյալը Հիսուսի համար բանտարկվեցել, չէ, գլխատվեցել վերջում, երբեք ամոթ չհամարեց։ Հապա մասնակից եղիր ավետարանի չարչարանքներին, Աստծո զորության համեմատ։ Տարբերությունը շատ մեծ է առաջի դարում, միջնադարում եւ ներկայիս։ Առաջի դարում քրիստոնեությունը իր պատմության ամենասարսափելի դարաշրջան ունեցավ։ Սատանան ուզում էր քրիստոնեությունը բարուրի մեջ խեղդեր, անշուշտ որ չպիտի հաջողեր։ Եվ որքաններ մարտիրոսներ դարձան Քրիստոսի անվան համար, միջնադարում էլ այդ բանը եղավ։ Ներկայիս ազատ է քրիստոնեությունը, անշուշտ կան երկրներ, հիմնականում այլակրոն եւ դա մուսուլմանական երկրներում է, որտեղ քրիստոնեությունը հալածվում է։ Միգուցե այն կերպով ինչ որ առաջի դարում էր, ուղղակի սպանում էին, առուստների գուբն էին գցում, խաչում էին, սրախողող էին անում եւ մահվան կամ սպանության տարբեր միջոցներ էին գործածում։ Ներկայիս էլ քրիստոնյա կոչված աշխարհը այստեղ ֆիզիկական ճնշումներ չկա։ Եթե հոգեբանական բաներ են, Հիսուսի անվան համար քեզ հիմար ասեն, դու դրանից պիտի վիրավորվես։ Խաչի քարոզությունը ինչ է, անհավատների համար հիմարություն է, իսկ մեզ համար, որ հավատում ենք, այն Աստծո զորությունն է։ 70 տարի անհավատ խորհրդային միությունում Աստծո անունը տվողին արդեն պիտակ էին կպցնում որպես հիմար, եւ եթե այդ հիմար ասվածը շարունակեր իր վկայելը սրա մոտ նրա մոտ, հեշտությամբ կհայտնվեր KGB-ի, KGB-ի նկուղային հարկում եւ նրա հետ, այսպես ասած, դաստիարակչական աշխատանքներ կկատարեին, ամեն տեսակի խոշտանգումների կենթարկեին, իսկ Ստալինյան ժամանակ ուղարկում էին Սիբիր, որտեղից այդ մարդիկ ընդհանրապես ետ չէին գալիս։ Բայց հիմա կարող ենք ասել, որ Աստծո անուն տալը պատվավոր բան է դարձել։ Ոմանք անգամ Աստծուն չեն հավատում, բայց Աստծո անունը տալիս են որպես պրեստիժ։ Այսինքն բարեկիրթ եւ բարի անձնավորություն երևալու համար։ Ուրեմն մի թյուրիմացություն կա, ոտքից գլուխ կրիմինալ մեկը երկար տարիներ քաղաքապետ է եղած, հանցանքների մեջ թաթախված գլխավոր տավարապետ ա եղել, այս մարդը հաճախակի Աստծո անունն է տալիս, բարեպաշտ երևնալու համար, բայց որքան հաճախականությամբ Աստծո անունն է տալիս, այդ նույն հաճախականությամբ նաև հայոյում է, Աստվածապաշտ է այս մարդը, Աստվածպաշտության կերպարանքով լեցուն անհավատներ կան, եւ ոմանք էլ ասում լսում եք, մարդը ամեն մի քանի նախադասություն մեկը Աստծո անունն է տալիս, գնում է եկեղեցու խորանի առջև ծնկի է գալիս, աղոթք է անում։ Այս անձնավորությունը մի շատ կարևոր կարծրատիպ է կոտրել։ Կարծրատիպ գիտեք, չէ՞, ստերեոտայպ։ Որն է ինքը հանդիսանում է պատմության մեջ միակ աստվածապաշտ կոմունիստը։ Ընդհանրապես, եթե կոմունիստ, ուրեմն աթեիստ, չէ՞։ Կոմունիստական գաղափարախոսությունը դա էր, որ Աստված չկա,
անաստված հասարակություն էին ստեղծել, Աստված դուրս էր եկել մարդկանց հիշողություններից, ընդհանրապես գոյություն չուներ, ուրեմն խորհրդային պոլիտբյուրոյում, այսինքն քաղաքական իրենց բյուրոյում մի անձնավորություն կար Միխայիլ Սուսլով անունով, հայատյաց էր այս մարդը, հայերին ատում էր, իրեն հատուկ գաղափարախոսության համար նշանակել էին պայքար Աստծո դեմ, լավ եթե Աստված չկա, իր դեմ ինչի եք պայքարում, աթեիզմը համալսարաններ և ինստիտուտներ էր մտած և քննական առարկա էր հանդիսանում, եթե մեկը փայլուն նիշեր ուներ բոլոր առարկաներից, բայց աթեիզմի քննությունը ձախողեր, համալսարանը չէր ավարտի, այդ կարգի էր և պայքար Աստծո դեմ, հիմա այս աստվածապաշտ կոմունիստը իրեն հավատացյալի տեղ է դրել, բայց գրված է նաև դևերն էլ են հավատում, որ Աստված կա, բայց չեն հնազանդվում, հետևաբար տավարապետը հանդիսանում է այս խմբի անդամներից մեկը։ Իսկ ինչպես են քննում, որպեսզի իմանանք մեկի իրական ճշմարիտ հավատքը։ Երկու բան կա, իր հավատալիքները, որ մշտապես դավանում է այդ բանը, Քրիստոսի աստվածությունը, հավատում է մեռելների հարությանը, հավիտենական կյանքին, իր մեղքերն է խոստովանել Տիրոջ առջև և նրա կյանքի փոփոխությունը։ Քրիստոսով նոր կյանք է սկսվում, մեր մտածելակերպը, մեր ճամփաները, մեր սկզբունքները, մեր առաջնահերթությունները փոխվում են, այդպես պիտի լինի, բայց եթե մեկը իր բերանից միայն Աստծո անունն է հանում, որի համար Աստված ասում է պարապ տեղի իմ անունս քո բերանդ մի դիր, բայց իր կյանքի մեջ ոչ միայն փոփոխություն չկա, այլ կրիմինալի կյանքով է ապրում, ինչ աստվածապաշտ։ Կորինթացիներին գրած նամակում, այսպես ենք մենք կարդում, առաջին նամակ, առաջի գլուխ 24 համարից 29։ Քրիստոս Աստծո զորությունը և Աստծո իմաստությունն է, վասնզի Աստծո հիմարը, ինչպես թե, Աստծո համար հիմար կոչվածը մարդոց մե ավելի իմաստուն է, նրանք ովքեր որ շատ իմաստուն են երևում, բայց Աստծուն չունեն, իմացեք, որ դուք իրենցից շատ իմաստուն եք, որովհետև գիտեք որտեղից եք գալիս, ով է ձեզ ստեղծել, ինչ է ձեր մարդկային վիճակը և ուր եք գնում, բայց իրենք չգիտեն։ Եվ Աստծո տկարը, ընդհանրապես եթե մեկը հավատացյալ է, ինչպես են նրանք պատկերացնում, այդ տկար մեկը, որ կարող է ներել, որ կարող է իրեն վիրավորողին սիրել, հասկանում եք, որովհետև աշխարհի մեջ ինչ է գործում, աչքի տեղ աչք, ակրայի տեղ ատամնաշար, այդ սկզբունքը։ Աստծո տկարը մարդոց մե ավելի զորավոր է, արդարև, դուք ձեր կոչումը կտեսնեք, եղբայրներ, որ ոչ թե մարմնի կողմանը շատ իմաստուններ և շատ զորավորներ և ոչ թե շատ ազնվականներ կանչվեցին, որովհետև այս կարգի դիրքավորված մարդիկ իրենց փառք ունեն, չէ, որպեսզի նրանք Տիրոջը գան, պիտի խոնարհվեն, այդ փառքը վերցնեն, բայց Աստված աշխարհիս հիմարներ ընտրեց, ովքեր Աստծո համար հիմար են կոչվում, որպեսզի ամոթով թողնի իմաստուններին և աշխարհի տկարներ ընտրեց, որպեսզի ամոթով անի զորավորներին, և աշխարհի ցածրազգիները և անարգները ընտրեց, գիտեք, հիմա ազգեր կան, որ ասում են, մենք ենք և վերջ, մյուսները ցածր ազգեր են, բայց գնացեք քննեք տեսեք, այդ ցածր կոչված ազգերի մեջ ավելի զորավոր քրիստոնեություն կա, չէ, որովհետև սա խոնարհության հարց է, որքան հպարտանանք, այդքան Աստծուց հեռու ենք,
Ցավոք սրտի Աստծո առջև շատ հպարտացած ազգ ենք մենք։ Տերը մեզ ողորմի։ Եվ անարգները ընտրեց, եւ ոչինչները, որպեսզի անոնք, որ բան մլալ կարծեն, խափանե։ Մենք առաջի քրիստոնյաներն ենք, եւ Աստված ասում է. շատ առաջիններ վերջինները պիտի լինեն։ Կարևորը թե ինչպիսի քրիստոնյա ես ներկայիս, որ մարմինը չպարծի Աստծո առջև, նա ով որ պարծենա, միայն Տիրոջմով թող պարծենա, այո։ Աստծո անվան համար հիմար տկար անվանվածները Աստծո զորավորները եւ իմաստուններն են։ Հիսուսին վկայելու ամոթը նորից ենք ասում, սատանայից է։ Միթե Աստծո որդին կամաչի։ Թող ամաչեն սատանայի որդիները։ Մենք Աստծուն ենք պատկանում։ Մենք սրբության ենք կանչված։ Մենք Տիրոջ արյունով մաքրված եւ սրբված ենք։ Պետրոս առաքյալը այսպես է գրում իր առաջին նամակում եւ 3-րդ գլուխ ու կարդանք 12 համարից։ Վասնզի Տիրոջ աչքերը արդարների վրա են եւ իր ականջները անոնց աղոթքին, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է։ Եվ ով ձեզ չարիքվե պիտի հասցնե, եթե դուք բարիին հետևիք, բայց եթե արդարության համար չարչարվիք, արդարությունը Քրիստոսն է, իր անվան համար, երանելի եք, եւ անոնց ահից մի վախեցեք ու մի շփոթեք, հապա Տեր Աստվածը սրտերիդ մեջ սուրբ պահեք եւ միշտ պատրաստ եղեք հեզությամբ ու երկյուղացությամբ պատասխան տալու ամենուն, որոնք ձեր ունեցած հույսի մասին կվկայեն։ Հին կտականից սկսած եւ նաեւ նորում այսպիսի զգուշացնող պատվիրան կա, դա 2-րդ օրինաց գրքի մեջ է, 11-րդ գլուխ եւ 22 համար։ Եվս մեկ զգուշացում։ Քանզի եթե այսին ձեզի պատվիրած բոլոր պատվիրանքները զգուշությամբ պահեք ու կատարեք եւ ձեր Տեր Աստվածը սիրեք եւ անոր բոլոր ճամփաների մեջ քայլեք եւ անոր հարիկ եւ օրհնության շարք է գրված։ Երկու բան. զգուշությամբ ձեր ճամփաների մեջ քայլեք եւ ձեր Աստվածը սիրեք։ Մովսես կարգված էր որպես առաջնորդ, որ եբրայցիներին Եգիպտոսի գերությունից միջև Քանանու երկիրը պիտի հասցներ, ճանապարհին ինքը մահացավ եւ Տերը որոշել էր, որ ինքը Քանանու երկիր չպիտի մտնի, ում կարգեց նրա փոխարեն Հեսուն էր, այդ առաջնորդը, որ հավատարիմ մնաց այդ պաշտոնի մեջ։ Իր ասած կարևոր խոսքերից մեկը կարող եք հիշել։ Այո, շատ կարևոր մի խոսք էր։ Ժողովրդի առջև ասաց, կռապաշտ եք դարձել, ով է ձեր Աստվածը, դուք ում եք պաշտում, այսօր դուք ձեզ համար որոշեք, ում եք պաշտում, բայց ես եւ իմ ընտանիքը իմ Տեր Աստծուն պիտի պաշտենք։ Եվ երբ որ Հեսուն արդեն ծերացել էր, Հեսուի համանուն գրքի մեջ ենք կարդում, ուրեմն 23-րդ գլուխ 11 համար։ Ուստի աղեք զգուշություն արեք, որպիսի ձեր Տեր Աստծուն սիրեք։ Հիսուս օրենքի գրքից մեջ բերումներ արեց, մասնավոր օրինաց 6-րդ գլուխ 5 համարը, եւ նույնը գրվեց նաեւ Մատթեոս 22-րդ գլուխ 37 համարում։ Քու Տեր Աստծուն սիրես, քու բոլոր սրտով, քու բոլոր անձովդ եւ քու բոլոր մտքովդ։ Սա առաջին տեղում է, եթե
որևէ մեկին կամ որևէ բան քու Տերը Աստծուց առավել դու սիրում ես, դու աստվածապաշտ չես, Աստծո առջև դու ընդունելի չես, եւ Աստծո բարկությունն է քո վրա գալիս։ Եվ Հիսուս ինչ ասաց. սա է առաջին եւ ամենամեծ պատվիրանը, որից հետո նորից սիրո պատվիրան է գալիս, եւ քո ընկերդ կամ քո նմանակից սիրես քո անձիդ պես։ Ահա օրենքը եւ մարգարեությունները, որոնք որ մատնացույց են անում այս բանը։ Քո Տեր Աստծուն սիրես քո ամբողջ էությամբ։ Հիսուս բացահայտեց ով է այդ Տեր Աստվածը, որ նրան մենք պիտի սիրենք, որ հենց Տեր Հիսուս ինքն է այդ Աստվածը, որ սկզբից երկինք ու երկիրը ստեղծեց եւ այն կոչվեց Էլոհիմ, որ նաեւ Սուրբ գրքի մեջ ուրիշ անուններով էլ ներկայացավ, չէ՞։ Ադոնայ, Յահվե, Եհովա, Էլի եւ տարբեր տարատեսակներով, անուններով, բայց այս ամենը մեկ անվան մեջ է ներկայացված՝ Հիսուս Քրիստոս, երկինք ու երկիր ստեղծող Աստված։ Ուրեմն քո Տեր Աստծուն Հիսուս Քրիստոսին սիրես, քո ամբողջ մտքովդ, քո ամբողջ սրտովդ, քո ամբողջ անձովդ, քո ամբողջ էությունդ։ Ահա առաջի եւ գլխավոր ու մեծագույն պատվիրանը։ Եվ եթե հարցում լինի, թե ինչու պիտի սիրենք ու շատ պիտի սիրենք, ինչու, պատասխանը հետևյալն է, որովհետև առաջ ինքը մեզ սիրեց։ Երբ որ մենք մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած ենք, երբ որ մենք իրեն թշնամի ենք, երբ որ մենք մեր ընթացքով սատանայի ձեռքին խաղալիք ենք եւ նրա գծած լայն ճանապարհով դեպի դժոխք ենք գնում, բայց ինքը մեզ սիրեց, մեր մեղքերից լվաց եւ մեզ դրեց այդ նեղ ճանապարհի վրա, որ դեպի երկինք է տանում, երկնային նավահանգիստ, որպիսի Տիրոջ հետ լինենք հավիտյանս հավիտենից։ Հովանու առաջի ընդհանրական թուղթ 4:10 համար, որ նա նախ մեզ սիրեց։ Հիսուս մեզ կյանք տվեց։ Մեր մոր որովայնում ինքը մեզ ձևակերպեց։ Մեր մեղավոր բնության համար եւ տարիների անթիվ ու անհաշիվ մեղքերի հաշիվը ինքը փակեց, իր արյունով մաքրեց եւ ջնջեց։ Հիսուս այդ ամենը անելու համար ինչպիսի զրկանքներ կրեց, իր երկնքի փառքը թողեց, Աստված, որ ամենուրեք է, սահմանափակվեց, տարածության մեջ Աստված ամբողջ տիեզերքում է, եկավ երկրի վրա, Աստված, որ ժամանակից դուրս է հավիտենական է, երկրի վրա 33 տարիներ ապրեց, Աստված սահմանափակվեց մարմնի մեջ, մեր մեղքերի հաշիվը փակելու համար, մեզ համար փոխանորդական մահ ունենալու համար, եւ դա կատարեց Տեր Հիսուս համայն մարդկության համար, ով որ հավատա, նրա մեղքերին թողություն եւ քավություն կլինի։ Եւ այդ ամենը կատարելու համար ինչպիսի չարչարյաց մահ ունեցավ, անարգ մահվան խաչը հանձարավ, մի մահ, որ մարդասպանների, գողերի, ավազակների համար էր ծառայում, Հիսուս հոժարեց, ամոթը արհամարեց մեզ համար, մենք պիտի ամոթ անենք իրեն վկայելու, մեղքի վարձքը կամ փոխհատուցումը ման է, Հիսուս իր մահով վճարեց եւ մեզ հավիտենական կյանք շնորհեց եւ շատ սուղ վճարվեց, իր կյանքով վճարեց, իր թանկագին սուրբ արյունով վճարեց Տեր Հիսուս։ Այս կյանքի մեջ, երբ որ
մեկին լավություն են անում։ Հայերիս համար բնորոշ է, չէ՞, ընդհանրապես հայերը եթե մեկը իրենց հանդեպ, ասենք, մեծ լավություն է արել, աշխատում են, այսպես ասած, լավության տակ չմնան, չէ՞, ինչ որ ձևով փոխհատուցեն։ Աշխարհի ամենամեծագույն լավությունը կամ բոլոր լավությունները մեկտեղ համատած ոչինչ է, փոշու մի հատիկ է այն լավության հետ համատած, որ Հիսուս մարդու համար արավ։ Ձրիորեն, երբ որ մարդիկ լավություն անում են, դե մարդ են, չէ, ինչ որ կերպով էլ իրենց մեջ, այսինքն ակնկալություններ ունեն, չէ, որոշ չափով, որ փոխհատուցվի կամ այդքան լավություն արվեց, դիմացինը հեչ մարդ չէր, այսպես, բայց Հիսուս որևէ ակնկալություն չունի, որևէ ակնկալություն, միակ բանը, որ ակնկալում է մարդուց, հավատալ, ընդունել, այո ասել, բավարար է։ Եվ ովքեր որ ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելու Հովանու 1:12 համար։ Հիսուս իրեն հավատացողներին ազատել է անցյալում ապրածներին եւ ազատում է դժոխքի ահասարսուր կրակներից, ազատում է միայն թե նրան դիմես եւ իր թակարության մասնակից է դարձնում, դրա համար ինչ է պետք, Կողոսացիս 1 հանրայդ համարներն 12-13-ը, գոհանալով Հայր Աստծուց, որ մեզ լույսի մեջ բնակող սուրբերի վիճակին մասնակից անելուն արդեն արժանացրեց, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից եւ իր սիրելի որդու թագավորությունը որոշ ժամանակ հետո կփոխադրի, արդեն փոխադրել է եղած վերջացած մի հարց է, անցյալ կատարյալ հավիտենական կյանք, ինչ եք կարծում, օրինակ 5 միլիարդ տարին կարող է համատվել, 500 միլիարդն էլ չի լինի, տրիլիոնն էլ չի լինի, Աստծո խոսքը ինչպես է ներկայացնում, որ մի քիչ պատկերացում ունենանք, անվախճան դարեր, սահման չկա, ժամանակ չկա, այլևս ժամանակից դուրս պիտի ապրենք եւ մանավանդ այս հիվանդացող, ծերացող, մեռնող մարմնի փոխարեն Աստված մեզ կատարյալ, փառավորյալ մարմին պիտի տա, այնպիսի մի մարմին, որ Տեր Հիսուս իր վրա էր կրում, որ մեր խոնար, մեռնող մարմինը իր փառավոր մարմնին կերպարանակից պիտի անի, այն զորությամբ, որով Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն տվեց, եւ մեզ նաև խոստացված է հազարամյա փառահեղ թագավորությունը մեր Տիրոջ հետ միասին իր պայծառ երեսը պիտի տեսնենք, կարող եք երևակայել, որից հետո նոր երկինք ու նոր երկիր, որի մեջ ինչը արդարությունը պիտի բնակվի։ Այս ամեն ինչ որ ձեզ բերում ենք, մի փոքրիկ հատվածներ են Տիրոջ տված խոստումներից, այդ խոստումները այնքան շատ են, եթե մեկիկ հաշվել ունենենք, օրեր եւ միգուցե շաբաթներ են պետք, այնքան շատ են։ Դեռ չենք հիշում անցողիկ բաների վրայով։ Ամեն մեկը քննեք ձեր կյանքերը։ Քանի անգամ ստույգ մահից Տերը ձեզ ազատեց։ Հա? Մտածում ես, որ ես կարող եի մեռած լինել, բայց Տերը ինձ ազատեց։ Ամեն մեկ օրը, երբ որ մենք արթնանում ենք, Տիրոջ նվերն է մեզ, փառաբանության հոգիով իրեն փառք տանք, ով Տեր, ոմանք այսօր իրենց քնից չարթնացան, բայց դու մեզ նորից կյանք տվեցիր, եւ Հիսուս մի խոստում էլ տվեց, որ ինչ էլ որ ձեզ հետ պատահի, նեղություններ, փորձություններ, ինչեր էլ որ գան, ամեն օր ձեզ հետ եմ միջև աշխարհի վերջ։
Ինչպես չսիրենք, այսպիսի փրկչին ասեք տեսնեմ։ Ինչպես չսիրենք։ Ինքը պիտի լինի ամեն ճշմարիտ հավատացյալի կյանքում առաջին տեղը։ Հիսուս միայն ամեն բան է, ալֆան եւ օմեգան նա է, առաջինը ու վերջինը, ասեք, իմ կյանքից մեջ ամեն մեկս դավանենք առաջի տեղում։ Եվ քանի որ մենք երրորդության մասն ենք խոսում, երկրորդ տեղն էլ պատկանում է իրեն, երրորդ տեղն էլ պատկանում է իրեն, շատ ցած գնացեք մնացած բաները, այո, մենք սիրում ենք մեր զավակներին, մեր ընտանիքին, մեր ծնողներին, մեր թոռներին, չէ՞, բայց Հիսուս գերիվեր է, ամենքից գերիվեր է։ Գիտեք, միջանկյալ վիճակի մեջ մեկը չի կարող գտնվել։ Ասի, որ ես չեմ ատում Հիսուսին, բայց չեմ էլ սիրում, գիտեք, ես իմ տեղ ունեմ։ Պողոս առաքյալ հետևյալն է գրում Կորինթացիներին, առաջին նամակ 16-րդ գլուխ 22 համար։ Եթե մեկը Տեր Հիսուս Քրիստոսին չի սիրում, նզովյալ լինի եւ Տերը գա, Մարանաթա լինի։ Հասկանում եք, ես ինչ խոսք է։ Եթե մեկը Հիսուսին չի սիրում, նզովյալ լինի։ Սիրելի հեռուստադիտող, այս խոսքի վրա ուշադրություն դարձրա։ Եթե դու Հիսուսին չես սիրում, Աստծո նզովքը քո վրա է։ Հիսուսին սիրել նշանակում է իրեն քո կյանքիդ մեջ ընդունել։ Հիսուսին սիրել նշանակում է նա դառնա քո Տերը եւ քո Փրկիչդ, խոնարհությամբ նրան խոստովանել քո մեղքերդ։ Արա այդ բանը, հենց հիմա արա։ Այս նյութի վերջին եւ շատ խիստ մի զգուշացում եւս հայտնության գրքում են կարդում ամենավերջում։ Զգուշացում է եւ խիստ զգուշացում, որովհետեւ կարող ենք ասել մանավանդ այս վերջին ժամանակների մեջ այս զգուշացումը շատեր խախտում են։ Հայտնություն 22:18 Ես կվկայեմ ամեն մեկին, որ այս գրքի մարգարեության խոսքերը կլսե, ոչ միայն հայտնության գիրքն է, ամբողջ սուրբ գիրքը։ Եթե մեկը սրանց վրա բան ավելացնե, ինչ կարող են ավելացնել եւ ավելացնում են իրենց երազը, իրենց տեսիլքը, Տերը ինձ ասա, որ մյուսներին ասեմ, հա դու գիտես հատուկ մեկն ես, Տերը քեզ ասա, որ մյուսին ասես։ Եթե պետք լինի, Տերը հետ այդ ազնվորությանն էլ կասի։ Եթե մեկը սրանց վրա մի բան ավելացնե, Աստված էլ նրա վրա պիտի ավելացնի այն հարվածները, որոնք այս գրքի մեջ գրված են։ Եվ եթե մեկ այս մարգարեության գրքի խոսքերից մի բան պակասեցնի, գրվածի համար ասի սա աստվածային չեմ համարում, Աստված էլ նրա բաժինը պիտի պակասեցնի կենաց գրքեն եւ սուրբ քաղաքեն, որ այս գրքի մեջ գրված են եւ տեսնում ենք որքան խիստ է այս խոսքը։ Այս գիրքը կնքված է, վերջնական է։ Ծննդոց առաջի գլուխ, առաջի համարից, մինչև հայտնություն 22-րդ գլուխ 20 համար, 66 գրքեր, 1189 գլուխ, 31102 համարներ։ Սրանց մեջ է ամբողջանում Աստծո գործը ստեղծագործությունից մինչև նոր երկիր, Աստծո խոստումները, ծրագրերը, Աստծո կամքը, էլ ինչ ենք փնտրում, ամեն բան սրա մեջ է։ Լոգոս, Աստծո խոսքը, Աստծո իմացականությունը, Աստծո բանականությունը հայտնված է ամբողջությամբ։ Սիրենք այս խոսքը, փայփայենք այս խոսքը, թող մեր շավիղներին լույս եւ ճրագ լինի այս խոսքը, կյանքեր փոխող, հավիտենական հույսը հաստատող եւ նորոգող ամեն անգամ։ Տերը մոտ է, եղբայրներ, քույրեր, շատ մոտ է, ամեն բանի վախճանը մոտեցած է եւ զինվենք համբերությամբ։ Սպասենք, Տերը պիտի գա եւ գրված է պիտի գա ու պիտի չուշանա եւ այսօրվա
նյութը ավարտենք հենց հայտնության գրքի ամենավերջի համարով, որ նաև ամբողջ Սուրբ գրքի վերջին համարն է հանդիսանում 20-21 համարները։ Հայտնություն 22-ի 20-21։ Այս բաներին վկայություն տվողը ասում է։ Ով է վկայություն տվողը։ Տեր Հիսուս։ Այո, շուտով կգամ ես։ Ամեն եկուր։ Եվ մենք էլ ասում ենք. Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ ամենու հետ լինի։ Ամեն։ Աստված օրհնի իր խոսքը եւ ձեզանից ամեն մեկին Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։